Սա երկար է տևելու, չէ ասի, որ շատ արագ կվերջանա, անգամ եթե Իրանը մտափոխվի իր դիրքորոշումների մեջ, ինքը դա շատ դանդաղ կանի, որը կնկատեն եւ կտեսնեն օվկիանոսից այն կողմ։ Հրաժարվի այդ մտքից, որ Իսրայել պետությունը չպետք է լինի։ Դա ոնց է լինում։ Եթե հիմա լինում է հակառակ այս Իսրայելի գործողությունները արտացվեցին Իրանի մեջ, այդ երկիրը ոչնչացնելու ոնց որ թե նոր ալիք, հա։ Հայտարարությունը մի բան, իրական քայլերը այլ բան։ Ժամանակը ցույց կտա իրական քայլերը ինչ ձև են անում։ Նետանյահուի ելույթից բխող կամ այն ինչ մենք կարողացանք տեսնել, ոնց է նա համոզում աշխարհին իր գործողությունների ուրեմն իրավունքը։ Մենք իրավունք ունենք ապրելու, զարգանալու, ասում աղբեր ջան, դուք հեռու ես։ Մեր արանքում կան տարբեր պետություններ, հիմնականում են մեծ Հորդանանը, Սաուդյան Արաբիան եւ մյուս եկա, ասես թերակղզի, որը մենք մեկս մեկի գնացեք ապրեք, ձեզ համար ինչ եք ուզում։ Իսկ հիմա դուք տեսեք, Իսրայելը երեք կողմից շրջապատել են։ Հարավից այդ Գազան, Խամազը, Խեզբոլա հյուսիսից, Լիբանանի հարավային մասը, հա, որ չես իմանում, դրանք ազգություն են, կուսակցություն են, ինչ են, ուղղակի Լիբանանը ասում է, որ ես չեմ կարող ես խմբավորման դեմ, իմ պետության մեջ ես զինաթափեմ իրանց։ Այսինքն ինչ-որ մի խմբավորում, հա, եւ խուսիտները Եմենում, այսինքն էլի մի քիչ ավելի հարավ։ Խփում են, օրական խփում են, նավերին խփում են, օդից խփում են, գետնից խփում են, ռումբերը քցում են, ինչ անի, լավ, ոնց վարվի։ Ոնց վարվի։ Հիմա դուք պատկերացրեք, գնում ենք Մարնեուլ Վրաստանի մեջ։ Մեզի խփում են, չեն ասում ադրբեջանցիք են, ինչ որ մի կազմակերպություն, ինչ որ խուսիտներ։ Գնում ենք Իրան, Իրանում խփում են, ասում են Խեզբոլան է, Իրանը չի։ Գնում ենք այնտեղ Խամազը, չէ, եսի Թուրքիան չի, Ռուսաստանը չի, եսի Խամազն է, դու պատկերացնում եք Իսրայելի վիճակը։ Ես ուզում եմ ես իմ խոսքերով մի հատ մտնենք Իսրայելի կաշռի մեջ եւ տեսնենք իսկապես նա իրավունք ունի պաշտպանվելու թե ոչ։ Այսինքն այ հրաժարվելը Իրանի եւ այդ ամբողջը ղեկավարվում է Իրանից։ Այսինքն Իրանն այդ բաները ականները դրե եւ մշտապես սղոցում է, իր մտքով սղոցում է Իսրայել պետությունը, գուցե մեկ այլ ազգ լիներ, գուցե կոտրվեր եւ մինչեւ հիմա արդեն այդ Իսրայել պետությունը չլիներ։ Բայց իսրայելցիք եկել են իրանց պետականությանը 2000 տարի պետականություն չունենալու կամ որոցի հրեական միավոր չունենալու ճանապարհով եւ չեն փոշիացել եւ վերջապես ասենք ունեցել են այդ մարդիկ այդ պետությունը շատ մեծ դժվարությամբ եւ գիտեք ինչն է հետարքիրը որ ի պատիվ իրենց գնահատել են դա եւ ատամներով աշխարհի ցանկացած ծայրում եղած հрьяան ամեն կերպ աջակցում է որ իրանց հայրենիքը լինի այսինքն Իսրայելի քաղաքացին ոչ թե sense ասենք հрьяան որը ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ատամնաբուժը շատ հարուստ ապրում է օրինակ, հա, ինքը չի ասում, ջանը մե, ինձ ինչ է, ես դե լավ, կինս լավ է, երեխեքս լավ են, թոռներս, այսինքն ինքը չի ասում, ինքը ասում է, ինչ է պետք անել, ոնց է պետք անել, այո, ես հային նկարագրեցի, որովհետև այսօրվա հային, համենայն դեպս այսօր մենք ունենք Թուրքում գտնվող հային, Հայաստանում ապրող հային գուցե։ Այո, որովհետև դրսի ապրող հայությունը հիմնականում Հայաստանից գնացած հայերն են եղանակ ստեղծում։ Նա տեսեք, եթե մենք 4 միլիոն էինք սովետական միություն քանդվելուց առաջ, ես ավելի ճշգրիտ կասեմ այդ թիվը 3 միլիոն 860,000։ Այսինքն մոտ 140,000 պակաս որ 4 միլիոն էր, հա, ընդամենը ինչ-որ մի փոքրիկ մաս։ Ու կլորացած հաշվենք 4 միլիոն էինք։ Եվ այդ 4 միլիոնից մնացել է պլյուս մինուս, հա, ոնց որ Նիկոլն ասում 2 միլիոն ենք մնացել։ Իսկ նշանում է այս 2 միլիոնը գնացել են դուրս, չէ։ Բայց հայի կերպարի վրա ազդող գիտեք նախկինում 1915 թվականից մազապուրծ եղած հայերը այսքան նրանք միշտ դրականն են բերել հայերի մասին, հա, մտածել նա հայերը sense ազգ են, արվեստագետ ազգ են, արեստավոր ազգ են, գիտնական ազգ են, սպորտսմեն ազգ են,
Սփյուռքում հայերը թերթեր ունեին, այո, ունեին։ Բայց այս վերջի տարիներին դուրս պրծած մշակութային կենտրոններ, դպրոցներ։ Այո, այս տարածքից գնացած հայությունը այլ կերպար ստեղծեց հայերին։ Այլ կերպար ստեղծեց։ Մենք չենք մոռացել հələ Եվրոպայում են գալստուկ պանիր եւ ասենք ասենք երշիկ գողացող հայերին, հա, որ խայտարակ ենք լինում։ Ես չեմ մոռանում, երբ որ Հայաստանի հավաքականը Բուլղարիայի ֆուտբոլ էր խաղում, ստադիոնում վանկարկում էին ցիգանի։ Այսինքն դուք այսինքն այնքան ամոթ էր։ Հիմա տեսեք, շատ մարդիկ հիմա կարող են քննադատել, չէ՞։ Բայց ես ուզում եմ սա կապը տամ, ինչից էր, որ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը այնտեղ լավ համբավ էին հայերի համար ապահովում, բայց վերջի տարիներին գնացած հայերը հաջողվեց իրանց, ասենք, որ մեր մասին այդ կարծիքին լինեն։ Ընդամենը տարածաշրջանում դաստիարակվելու եւ արժի համակարգ ձեռք բերելու խնդիր էր։ Այս տարածքի բնակվող հայերը ունեն նույն արժի համակարգը, դաստիարակված են այն Լենինա-Ստալինյան ռեժիմում դաստիարակված հայերն են։ Էտա, այսինքն, աղբեջան լավ տղա ես, պետք է թալանես, քցես, էսա քցվել ես, այսինքն վստահել ես, էշ ես, հարիվ ես։ Դուք հասկանում եք, դա կաթիլ բերել է այս վիճակին։ Որ ընտանիքներով, համայնքներով, ընկերական շրջապատներով բոլորը քցոցիով խաբեությամբ են զբաղված։ Եվ դա լավ տղություն էր համարվում։ Հասկանում եք, սա մեծ արժի համակարգի հետևանք է։ Մեծ, այսինքն այդ հակա քրիստոնեական համակարգի հետևանք է։ Այ մենք այսօր ունենք մի երևույթ, երբ որ ասում ենք քրիստոնյա ենք, հա մենք։ Ստիպված պետք է անդրադառնամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը Գարեգին Բեի հասցեին, հա։ Ինչ-որ բաներ նա ճիշտ է ասում։ Բայց խնդիրը նրանում է, որ այդ ձևով չպետք է ասի նա։ Ինքը եթե հավատացյալ է, այսինքն Քրիստոսին հավատում է, եւ Քրիստոսի Հայր Աստծու տաճարը, տունը, եկեղեցին ինչ-որ ձևով պղծվում է, ինքը դա պետք է ասեր որպես քրիստոնյա անհատ, ոչ թե որպես վարչապետ։ Հասկանում եք։ Ես օրինակ անձամբ ես շատ բաների հետ համաձայն եմ, ինչ որ Նիկոլը ասում է եկեղեցու նկատմամբ։ Ու այդ եկեղեցին հիմա չի դառը այդպեսին, է։ Ուղղակի հիմա դա ավելի է, ասենց ծաղկած է, հա, այդ իր լկտիության, ստորության, այդ ձևերի մեջ, հա։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը դա Հայաստան պետությունը չէ, այնպես էլ երևի թե կաթողիկոսը դա եկեղեցին չէ։ Հիմա ես մի բան Եվ սպասավորը եւս եկեղեցին չէ։ Համաձայն եմ, բայց երբ որ մենք դա տոկոսային հարաբերության ենք բանանում, լավ, ասենք թե Գարեգին Բեին հանեցինք տակը, կան մարդիկ, ովքեր կփոխարինեն, տենում ենք, որ նույն որակի են, որովհետև այդ որակը ձեռք է բերվել եկեղեցիում սպասավորների մեջ դեռ NKVD-ից սկսած։ Ես ունեմ ընկեր, որը սարկավակ է, որը ասենք այս երևույթների դեմ ընդամենը բարձրաձայնել է, իրեն կարգազանց են արել։ Ու պրծավ կարգազանց են արել։ Ուրեմն ինքը ինչ պետք է աներ։ Ինքը կարող է պատահի։ Ես խոսում եմ Խաչատուրի մասին, իմ լավ ընկերոջ մասին, որը Ռուսաստանի թեմի մեջ էր այդ հոգևորական կյանքի։ Հիմա այդ մարդը կամ պետք է նայեր այդ ամեն ինչին եւ լռեր, այսինքն համահանցակից լիներ, ու անունը դնենք ոչ բոլորն են նրանց նման, այ կա Խաչատուր։ Կամ էլ պետք է ձեն հաներ եւ կարգազանց լներ։ Այսինքն այդ լավ մարդիկ եւս, որ ասում են կան նաեւ լավերը, իրանք իրաց լռությամբ համահանցակից են դառնում, ինչպես որ ցանկացած Հայաստանի քաղաքացի, որը տենում էր կեղծիկը կամ ավելին ինքն էր այդում 5000 դրամը վերցնում, ինքն էր համահանցակից այս վիճակի համար։ Նախկին կոչված։ Այո, նախկինների, ներկաների, այսօր ով այսօր լռում է, ով այսօր կեղծիկը տենում է, ով այսօր այդ ամեն ինչը տենում է ու ձեն չի հանում, նա համահանցակից է։